Կողմերեն իմ պաշտպանները, որ կանխում եմ իրենց խոսքը, պատվարժան դատարան։ Այո, ես իրավաբան չեմ, բայց դա չի նշանակում, որ ես ոչ կարդալ գիտեմ, ոչ գրել, ոչ էլ խոսել։ Ընդ որում ասել, որ Հայաստանում այս պահին իրավաբանությունը գոյություն չունի, որպես այդպիսի, որովհետև եթե մեռած չէ, ապա սպանում են իրավաբանությունը։ Ես բիոէթիկայի մասնագետ եմ, եթե ոմանք լսել են այդ մասը, որը խոսում է հիմնականում բարոյականության, բարոյագիտության եւ դրանից բխած թե իրավունքի, թե տնտեսության, թե մնացած այլ հարցերի մասին։ Հետևաբար իրավաբան չլինելով, շատ ավելի լավ իրավաբանություն եւ իրավագիտություն գիտե, քան ոմանք կարող է զդալի։ Բայց դրա մասին չեմ ես խոսելու։ Հենց հիմա հարգարժան դատախազը խեղաթյուրեց իմ ասածը, հենց հիմա։ Ես ոչ մեկին չեմ պահանջում կամ այստեղ անմեղության կանխավարկած խախտելու համար վկայություն տալ։ Բացարձակ չեմ պահանջում։ Դրա համար կան դատարաններ, որոնք փառք Աստծո դրանք չեն ընդունում։ Ուրիշ բան չասեմ։ Այսինքն, երբ մենք դիմում ենք մարդկանց, որ զրպարտության, կանմեղության կանխավարկածի եւ այլն, ուղղակի բարույթ չեն ընդունում։ Դրա մեծագույն, լավագույն, բարձրագույն օրինակը վերջերս հակակոռուպցիոն կոմիտեին կամ դատարանում ներկայացված հանցագործության մասին հաղորդումն էր, որը չընդունեցին, ինչու չընդունեցին։ Բա մարդիկ հայտարարությունները պիտի պատասխան տան, չէ, ես դա եմ ասում, միտեղ պիտի պատասխան տան, չկա։ Իմ ասածը այստեղ մարդկանց հրավիրել անմեղության կանխավարկածի մասին չէ, բացարձակ։ Իմ ասածը ուրիշ բան է։ Մարդիկ հայտարարություններ են արել, եւ ես ասում եմ, նույնիսկ մեղադրական գործում կարող է չլինել այդ մասին։ Օրինակ ասեն մարդկանց կյանքից զրկելու մասին, հենց այդ նույն գյուլելու պատմությունը։ Կներեք, որ ասում եմ։ Հայտարարություններ են արել, չէ՞։ Հելա, իրենք ուրեմն ինչ-որ տեղեկություն ունեն։ Ունեն, թե չունեն, թողան վկայություն տան։ Սրա մասն է խոսքը, ուրեմն դատախազը հենց հիմա իմ խոսքերը խեղաթյուրում է, հենց հիմա։ Ինչու է անում դա։ Ինչ նպատակով։ Ես պարզ հայերենով եմ խոսել, եւ շատ պարզ հայերենով։ Գիտեմ, որ ինքը բանասիրական կրթություն չունի, միգուցե, կամ բանասեր չէ, բայց իսկապես հասկանում է։ Հետևաբար պատվարժան դատարան, ես պնդում եմ երկրորդ, պարոն Մելիքյանը շատ կարևոր դիտարկում է արել օրեր առաջ։ Ուրեմն այս գործի մասին վերջերս հնչել է մարտի 11-ին ավելի կոնկրետ։ Հնչել է Եվրոպայի խորհրդարանի բարձր ամբիոնից, եթե դա բարձր ամբիոն է իհարկե։ Հնչել է Հայաստանի Հանրապետության փաստացի, այսպես ասեմ, կառավարության ղեկավարի կողմից այս գործի մասին, իմ մասին առանց անուն տալու։ Ես չեմ ուզում, կարող եմ ասել, արքեպիսկոպոսներից մեկը եւ այլն, հսկայական ցույցեր եւ այլն կազմակերպեց ակնհայտորեն ապատեղեկատվություն տալով ժողովրդին։ Եվ այլ դա ցույց է տալիս այդ ամբիոնից հայտարարություն, որ սա քաղաքական գործ է, ինչպես պարոն Մելիքյանը դիպուկ դիտարկել է։ Եթե քաղաքական գործ չի, ինչ գործ ունի երկրի ղեկավարը, գնա ինչ-որ ամբիոն եվրոպական, եւ այնտեղ խոսի այս գործի մասին։ Ընդհանուր երևույթի մասին, որի արդյունքը կամ հետևանքը այս գործն է։ Ինչ գործ ունի խոսելու, եթե քաղաքական չի։ Սովորական դատական պրոցեսը, իրա ինչ գործն է քիթը մտցնելու այնտեղ։ Նույնը արել է արտաքին գործերի նախարար, ես բարձր պաշտոններն եմ ասում, Եվրոպայի դատարանում,
ընդ որում նա լացելով, թե իրեն կյանքից զրկելու եւ հետո շարունակություն հոգեվորականներ, որոնք ահաբեկչություն եւ այլն։ Հիմա բառացի չեմ մեջ վերում, բայց դա է։ Այս մարդիկ խոսում են այս գործի մասին, բայց չկան վկայություն տան։ Թե մենակ եվրոպացիների առջև են իրենք վկայություն տալիս, կամ այլ ուժերի հիբրիդային։ Ինչպես կարող են հիբրիդները հիբրիդային ուժերի դիմացող վկայություններ տալիս։ Ես չեմ ասում։ Կամ ոչ է վերաբերում, ինձ է վերաբերում, պատվանդան կամ հարգարժան դատական։ Ինձ։ Դուք նայում եք մեր հայացքներին մեզ, եւ ես մի առիթով ասել եմ, ես չգիտեմ ինչ քաջությամբ ու համարձակությամբ եք դա անում, բայց հենց հիմա խեղաթյուրում եք իմ ասածները։ Հենց հիմա այս պահին եւ այո, պետք է գան վկայություն տան։ Չեն կարող ուրիշ բան անել, չեն կարող, այլապես նորից եմ կրկնում։ Ձեր միջոցով այս անգամ կրկնում եմ։ Ձեր թեթև ձեռքով նրանք զրպարտիչներ են, խաբեբաներ են, կեղծիկ գործողներ են եւ նրանց համար Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կյանքը արժեք չունի։ Բացարձակ արժեք չունի, որտեղ մենք կարող ենք դեր գնալ, պաշտպանված գնդերով, ինչ ասես, խոսել, թքել մարդկանց վրա եւ ուրիշ բաներ անել, եւ գնալ իրենց հանգիստ, ասում մենք ինչ ենք արել, որ ոչ մի բան չենք արել։ Հետեւաբար, ամփոփեմ։ Իմ խոսքը բացարձակ պահանջը չի վերաբերում, ոչ էլ միջնորդությունը։ Անմեղության կանխաբարկած հաղթողներին հրավեր, դրանք ինքան շատ են, այնքան անսեր, այնքան անդիմագից, որ դրանց պետք չի ստեղել ազգել։ Ես ասում եմ մարդկանց, ովքեր կոնկրետ ասել են ինչ-որ բաներ, փաստեր, ապացույցներ, որոնք իրենք տիրապետում են։ Ուրիշները չեն տիրապետում, իրենք տիրապետում են։ Շատ լավ։ Որտեղ վկայություն տան, չեք ուզում դուք լսել, պատվարժան դատական։ Հարց եմ տալիս, իմ իրավունքով, թեպետ իրավաբան չեն։ Պետք է որ լսեն, իրենք պետք է լսվեն։ Այլապես Պետրոս Ղազարյանի առջև խոսելը հեշտ է, 1000 ոստիկանների շրջափակման մեջ կանգնած խորհրդարանի ամբիոնից ինչ-որ հայտարարություններ անելը հեշտ է։ Ամեն ինչ կարող են ան, բա դատարանում օգտի հաշիվ տա, մենակ մենք, ոչ։ Հետևաբար պնդում եմ, կրկնում եմ և պնդում եմ։ Եթե չընդունվեց, ուրեմն իրենք զրպարտիչներ են, խաբեբաներ, կեղծիկներ, հիշողներ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ մի արժեքցում, ոչ կյանքով, ոչ գորություն։ Եվս մեկ ելույթ, այսպես ասենք, մեղադրանքի կողմից և պաշտպանի